Հարկ ներդեհին և ազատություն ապստամբ հայրենատեր սասնածռերին։ Ազգային ժողովրդավարական բևեռը խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակում համար 8-ն է։ Ազգային ժողովրդավարական բևեռը դա այն ազգային ուժն է, որը երբեք թշնամու ջրաղացին ջուր չի լցրել, թե ներքին, թե արտաքին։ Ասել է, թե իսկը ձեր ուժն է և բացառապես գոյատևում է ձեր իսկ դրամական ներդրումների միջոցով։ Դուք տեսնում եք մեր տնմերթ կազմակերպվող դրամահավաքները և շնորհակալություն ձեր մասնակցության համար։ Եվ մեր հաշվի համարները բաց են և աշխատում են, դուք կարող եք շարունակել։ Ինչու եմ շեշտում, որ թշնամու ջրաղացին ջուր չլցնող քաղաքական թիմ է։ Եթե մենք համեմատության մեջ ենք տեսնում նախկինների և ներկաների, մենք տեսնում ենք նախկինների բացարձակ ուղղվածությունը դեպի օկուպանտը, ասել է թե ռուսը, իսկ ներկաներինը արդեն ըստ պայմանության դեպի թուրքը, ազերին։ Ես համոզված եմ, որ մայիսի 28-ին, երբ որ տեղի ունենա զորահանդես, ու եթե հանկարծ թրքաբարոյին խոսք տալու կամ խոսելու կամ հետո մամուլի անցուդից կազմակերպելու հնարավորություն լինի, չնայած չեմ կարծում, որ ինքը այդ հնարավորությունը բաց թողնի, ինքը անգամ մայիս 28-ին ի օգուտ Ադրբեջանի հայտարարություններ է անելու։ Ինքը նորից ստորացնելու է մեզ, ցեխը շպրտելու մեր փառապանծ անցյալին, սևացնելու է մեր պատմությունը, ոչնչացնելու է մեր իրավունքները և մեր պետության գոյությունը հաշվելու է 2020 թվականի նոյեմբերի 9-ից։ Ինչպես իրենք են ասում, մենք գտել ենք հայրենիք, մինչև այդ չգիտեմ իրենք որտեղ էին պատգամավոր, Ռուսաստանում էին, Ադրբեջանում էին, որտեղ էին, չգիտեմ, բայց իրենց խոսքի մեջ կա մենք հայրենիք ենք գտել Արցախը տալով, իբր հայրենիք են գտել, բայց դա նույնն է, որ գլուխը դնես հրեշի երախը ու ասես ես փրկվել եմ։ Հրեշը սկսելու է գլխիցդ և գնա պոչիցդ դուրս գա։ Պոչ եմ ասում, որտեղ իրենք պոչավոր են։ Սպասենք մայիս 28-ի թրքաբարոյի, ես պատկերացնում եմ, թե չենք լսել, չէ, որ մեկը չի ընթերցել, տեքստի նախաբանը չկա, բայց կլսեք և կտեսնեք, թե ինքը ինչպես է ադրբեջանական, այդ արևմտյան Ադրբեջան թեզին հարուստ սենց պարտանյութ տալի, որ իրենք կարողանան զարգացնել այդ թեզը։ Եվ երբ որ սահմանամերձ շրջաններում մեր սահմանապահ գյուղերը դատարկում են, փակելով արդեն դպրոցները, դե մնացած կառույցները արդեն փակված են, դա կլինի բժշկական կամ չգիտեմ անձնագրային կետեր, ապա հոսպիտալներ, դիահերձարաններ, չգիտեմ, հերթ հասել է դպրոցին։ Դե հայ մարդը կրթություն սիրող է, եթե երեխան դպրոց գնալ տեղ չունի, հավաքում դուրս է գալիս։ Եվ այդ գյուղը դատարկվելու է, սահմանապահ գյուղը դատարկվելու է, որովհետև այնտեղ գալու են ազերիներ ապրեն։ Այս 300,000 ադրբեջանցիների մասին մենք տեսնում ենք, չէ՞ որ անցած տարին ամանավանդ, այս տարի էլ շատ ինտենսիվ խոսում էին։ Մենք անգամ Եվրոխորհրդարանում այդ հարցը բարձրացրեց, որ 300,000 ադրբեջանցիներ պետք է գան, բայց մենք չենք գնալու։ Եվրոպացիներն ասեցին հայերներ պետք է վերադառնան Արցախ, ինքն ասեց չենք գնալու խաղաղության համար, որ չխախտվի, իբր մենք Ալիևի ասած էքստրեմիստներն ենք, էլի, ինքը մեզ անդադ որակազրկում է։ Թուրքը խաղաղասեր է, թող գա, բայց մենք չգնանք, որովհետև մենք գնացինք կռիվ ենք գցելու։ Ադրբեջանին աջակցելու տարբերակներ է միջազգային ատյաններում։ Եվ ինքը հիմա տեսել է, որ թուրքերի գալը անգամ իր աջակիցների համար է ցավ, այդ ողորմելի տկարը անգամ թուրքին չի սիրում, արդեն Արարատ Միրզոյանն ասում է զառանցանք է, ինչ 300,000, բայց վարչապետը իր ղեկավարը եվրոպական ամբիոններից այդ մասին բարձրաձայնել է, այդ զառանցանքը։ Բայց իրենք
Այս ընտրությունները շեմին կհամարեն դա զառանցանք, բայց հենց ընտրություններն ավարտվեցին, իրենք այդ գյուղերը բնակեցնել են ադրբեջանցիներով եւ այդ դպրոցները լինելու են ադրբեջանական դպրոցներ։ Դե եթե ադրբեջանցիներով լծվեն, դե բնականաբար դպրոցներ պետք է լինի ադրբեջաներեն։ Եվ կամաց Ադրբեջանը կդառնա հավասար պետական լեզու մեր երկրում։ Այ խաղաղ պայմաններում ինչպես ենք տանուլ տալի Նիկոլի ձեռամ մեր հայրենիքը։ Սա հատուկ ասեմ, որ եթե ինչ-որ մեկը Նիկոլին ընտրեց, իսկապես ինքը Օսման է, դահիճ է։ Եվ ինքը ներման արժանի չէ, ոչ մի կերպ։ Կապ չունի, եթե կասի գլխից խփել էին, լավ չէի հասկանում, իրավունք չունի ինքը։ Ընտրել Նիկոլին նշանակում է ընտրել Թալյաթին, Քեմալին, Ջեմալին, ոչ մի տարբերությամբ, խաղաղ պայմաններում մեզ ստորացնելով, մեր իրավունքները հոդս ցնդեցնելով նվաճում են մեր երկիրը, Ալիևի և Նիկոլի պլանավորած սցենարով։ Դե հասկանալի է ռուսները ձեռքները լվացել են արդեն, որովհետև իրենք պարտավորվել են հանձնել մեր հայրենիքը թուրքերին։ Որքան էլ դա էլի եմ կրկնում իրենց սրտով չի, բայց իրենք դա անում են։ Անում են, որովհետև թուրքերը պահանջում են և պարտադրում են։ Ստեղից էլ արդեն հետևություն, թե նախկիններին ինչու չպետք է վստահել։ Ես ես ասեմ, որ Նիկոլը դեռ ուրիշ տեղեր ճանապարհներ չբացած Ռուսաստանի հետ այնպես է արել, որ արդեն ռուսները ամբողջությամբ ուզում են հրաժարվել մեր հետ առևտրային հարաբերություններից։ Բնական է, ել եմ ասում, շտապում են, որովհետև թուրքերը հասկանում են, որ կարող է չհասցնեն։ Իրենք պետք է Հայաստանին շատ ծանր վիճակի մեջ տնեն, որ սովը եւ կարիքը մարդկանց ստիպի, որ ոչինչ Թուրքիայի հետ սահմանը բացեք, Ազերու հետ սահմանը բացեք, թող ընդեղից մի բան գա, ստեղից գնա այնտեղ, որ դիմանանք, մինչև տեսնենք ինչ ենք անում, բայց մինչև այս քայլերը դա արդեն պետք է արված լիներ, որը չի արվել։ Նիկոլը միշտ հայտարարել է մենք հապկից դուրս չեն գալու, բայց այսօր արդեն մենք տեսնում ենք, որ հայկական ապրանքները չէ, Ռուսաստան չեն գնում։ Սա լինելու էր։ Բայց մի կողմից էլ ասեմ, որ լավ, ասենք հայկական ապրանքները գնում են Ռուսաստան ու չի վաճառվում։ Ռուսաստանում ծանր տնտեսական վիճակ է սկսվելու։ Կարող է իրենք նախընտրեն միջինասիական ծիրանը, այլ հայկական թանկ ծիրանը չուզենան։ Ընտրեն ուզենան միջինասիական, ասենք, չգիտեմ, ամեն ինչ կա։ Մրգից բռնացրած, գյուղմթերքից վերջացրած, կզիջի հայկականին, բայց ավելի էժան է եւ ավելի ինձ մատչելի է։ Լավ, ասենք թե Ռուսաստանը ընդունում է մեր ապրանքը, բայց նրանք չի վաճառվում։ Դադարեցնելն է, չէ՞ ընդունել։ Այսինքն, եթե մարդը փող չունի, ինքը քեզանից չի կարող ապրանք գնել։ Այսինքն Ռուսաստանը դառնելու է մի տկար, մի սոված պետություն միաժամանակ։ Ինքը չի կարողանալու քեզանից բան գնի։ Եթե փողոցում կա 10 մարդ, որից 9-ի գրպանը դատարկ է, ուրեմն փողոցում կա 1 սպառող։ Հիշեք։ 10 մարդ քայլում է փողոցով, ողջ եւ առողջ, բայց գրպանում փող չկա, որ ծաղիկ առնի, հաց առնի, չգիտեմ, թթվասեր առնի, հա, խաղալիք առնի, ժամացույց առնի։ Չկա։ Եթե նրա գրպանը դատարկ է, ուրեմն տնտեսական առումով ինքը գոյություն չունի։ Ռուսաստանը հայտնվել է այդ վիճակում։ Էլ եմ ասում, հանցավոր կերպով Նիկոլը մեծ նախորոք ոչ մի երկրի, ոչ արևմուտքի հետ այդ հնարավորությունը չի ստեղծել։ Թողնում է, որ բանը դանակը հասնի ոսկորին, ասի որ պետք է Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ։ Հիմա էլ այստեղ թուրքերը։ Մենք տեսնում ենք, որ Առաջ Արցախի խնդիրն էին դեմ տվել, չէ, ասում են, սահմանը կբացվի, եթե Արցախի հարցը լուծվի։ Իհարկե Արցախի հարցը լուծված չէ, բայց ըստ իրենց լուծված է։ Եվ սահմանը դեռ բաց չէ։ Ես մտածում եմ, գիտեք, այս վերջի դնթները Թուրքիայում մեծ թափ էր առել, այս համացանցում իրանք տեսնում են, որ Թուրքիայում թուրքեր քիչ են մնացել։ Ով գիտի, կարող է չեն էլ մնացել, ասենք մի 5-10%։ Եթե հանկարծ Հայաստանի հետ սահմանը բացվի եւ հայերը ազատ, ճիշտ է, տնտեսապես մեզ քխեղտ են անմիջապես, բայց մինչև այդ կարող է
այս շփումների, այս ազատության, որոշակի ազատության դեպքում կարող է այնտեղ շատ հայ, շատ ազատ, ով ծպտյալ է, գլուխ բարձրացնի, ասի ես հայ եմ։ Ու պարզվի, ոչ թե այնտեղ հայերը ասենք 4 միլիոն են կամ 5 միլիոն են, այլ ասենք 30 միլիոն են, օրինակ։ Դուք պատկերացնում եք Թուրքիայում ինչ տեղի կունենա։ Գենետիկ հեղափոխություն։ Ես ենթադրում եմ, որ իրենք նաև ձգձգում են այս սահմանի բացելը նաև վախենալով դրանից։ Նրանք առաջնահերթ կցանկանան, որ Ադրբեջանի հետ սահմանը բացվի, Ալիևն այստեղ ոնց որ հարկն է մեզ խեղճացնի, մեր ազգայինից խոսելու հնարավորությունները փակի, այդ թշնամի Պակիստանի հետ, որ սկսել են հարաբերություն եւ այդ պակիստանցիները շատ լավ լցվում են Հայաստան, ինչի համար են գալի։ Տեսան, որ հնդիկները գալիս են էլի, եթե հանգարց գերազանցեցին քանակը, խնդիր ենք ունենալու, բայց հնդիկը ագրեսիվ ժողովուրդ չէ, իսկ պակիստանցին ագրեսիվ է։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պայմանավորված Պակիստանի հետ հարաբերություններ սկսել ու պակիստանցիները լսում են Հայաստան։ Եվ մի քանի տարի հետո կարող է մենք այնքան հայ, ինչքան հայ կա, այնքան պակիստանցի լինի Հայաստանում։ Փոխում են ազգային նկարագիրը, փոխում են։ Շատ հանգիստ։ Եվ մարդը կանգնում հայտարարում է, որ Բագրատունյանց թագավորության անկումից հետո 1045 թվականից հետո այստեղ հայեր չեն ապրել, էլի պետք է չապրեն, էլի։ Հայկական որից միավորում չի եղել։ Ստում է։ Սարսափելի ստում է։ Դավիթ բեգի փառավոր այդ գործողությունները ինքը չի ուզում ասի 300 տարի առաջ է ընդհանուր տեղը Զաքարյանների իշխանապետությունը հասկանում եք սա հնարավորություն է տալիս որ թուրք-թաթարը հիմնվի այս տարածքների վրա որ իրենց արևմտյան Ադրբեջանը ուժ ստանա ել եմ ասում այս 20-ին դուք կտեսնեք դա որ ինքը դա նորից անելու է Էմսի ելույթ է ունենալու, որ Ադրբեջանը փառավորվի, այս խոսքերս հիշեք։ Եվ դա պետք է լինի դրա վերջի ելույթը, եթե դու արժանապատվություն ունես։ Ընտրեք ազգայինին, ազգային ժողովրդական բևեռին, համար 8-ին։ Մնաք խաղաղությամբ։